Այս անգամ պատրաստում եմ ձմռան ամենասիրելի պահածոն՝ խրթխրթան ու անչափ համեղ մարինացված վարունգ, որի համը շատ մոտ է խանութներում վաճառվող մարինադին։ Մնացեք մինչև վերջ բոլոր գաղտնիքները տեսնելու համար։ Հոսող ջրի տակ հատուկ խոզանակով այսպես լվանում եմ բոլոր վարունգները։ Այնուհետև խորը թասի մեջ սառը ջուր եմ լցնում, ավելացնում աղ և սառույցի կտորներ, որի վրա էլ ավելացնում եմ լավ լվացած վարունգները։ Այսպես սառը աղաջրի մեջ թողնում եմ մոտավորապես 15-ից 20 րոպե։ Այնուհետև ջրքամում եմ և հոսող ջրով ցողում։ Աղաջուրը նրա համար է, որպեսզի մարիազերծի վարունգները։ Վերցնում եմ 1 լիտրանոց տարա, որի հատակին լցնում եմ բոլոր բաղադրիչները։ 1 լիտրանոց տարաների համար հարկավոր է 2 պճեղ սխտոր, 1 գլուխ սամիթի ծաղկաբույլ, որի ցողունները նույնպես կտրատում եմ։ Այնուհետև յուրաքանչյուր տարային ավելացնում եմ մեկական դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ 6-ից 7 հատ յուրաքանչյուր տարային, բահարի հատիկներ 2-ից 3 հատ կախված խոշորությունից, ավելացնում եմ կես թեյի գդալ մանանեխի սերմ, այն նույնպես մի փոքր կծություն է տալիս մարինադին, 5-ից 6 հատ համեմի սերմ, մի քանի հատ սոխի կտորներ, և եթե սիրում եք, որ մարինադը կծու լինի, ապա ավելացրեք կծու պղպեղ։ Յուրաքանչյուր 1 կիլոգրամանոց տարային ավելացնում եմ 1 ճաշի գդալ աղ և 1,5 ճաշի գդալ շաքարավազ։ Եվ տարաների մեջ գեղեցիկ դասավորում ենք լվացած վարունգները։ Այսպիսի միահավասար վարունգներ եմ ընտրել բոլոր վարունգները։ Պետք է դասավորել այնպես, որպեսզի տարաներում ազատ հատված չմնա։ Որից հետո կաթսայի մեջ ավելացնում ենք տաք ջուր, տարաները տեղափոխում ենք կաթսայի մեջ, որոնց վրա նույնպես ավելացնում ենք տաք ջուր։ Ծածկում ենք կափարիչով և դնում կրակին, սպասելով մինչ եռա։ Երբ արդեն սկսում է եռալ, ժամանակ ենք պահում և եռացնում 6 րոպե։ Այնուհետև վերցնում կրակից, մի փոքր ջրից դատարկում, որպեսզի քացախը տեղավորի և ավելացնում 60 գրամ 9% սպիտակ քացախ։ Եվ սկսում ենք փակել։ Որից հետո այսպես թափահարում ենք, որպեսզի շաքարավազը և աղը լուծվի։ Այնուհետև ծածկում ենք խոհանոցային սրբիչով և թողնում մինչ զարչի։ Եվ եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ այս տարբերակը, պահպանեք տեսանյութը, գրեք մեկնաբանությունում, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։